Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանում քրդամետ կուսակցությունը ենթարկվում է հարձակումների։ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ այսօր երկու առանձին պայթյուններով հարձակումներ են իրականացվել երկրի հարավում գտնվող տեղական կառույցների գրասենյակների դեմ։ Պայթյունների արդյունքում առնվազն 6 մարդ է վիրավորվել, կուսակցության անդամներ եւ գրասենյակի աշխատակիցներ։ Պայթյուններից հետո կատարված տեսանկարահանումները ցույց են տալիս խառնաշփոթ իրավիճակ, մասնավորապես Հյուրե Դեյլի Նյուզում տեղադրված տեսանյութը։ Մայիսի 18-ին պայթյունները իրականացվել են Ժողովրդադեմոկրատական կուսակցության Մերսին եւ Ադանա քաղաքների գրասենյակներում։ Ադանայում վիրավորվածների թվում է նաեւ կուսակցության տեղական կառույցի համանախագահ Հուսեյն Բիազը։ Դողան լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պայթյուններից մեկը իրականացվել է փոստային ծանրոցի միջոցով, որը ուղարկվել է կուսակցության Ադանայի գրասենյակ, իսկ Մերսինում ռումբը տեղադրվել է ծաղիկների կերամիկական անոթում, ռումբով այդ ծաղկամանը դրվել է Մերսինի գրասենյակի դռան դիմաց։ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը պայթյունի օրը մայիսի 18-ին Մերսինում պետք է նախընտրական հանդիպում անցկացներ։ Դեմիրթաշը Twitter-ի իր էջում գրել է, որ հանդիպումը կանցկացվի նախատեսված ժամին, ընդգծելով իրենց հաստատակամությունը եւ բարձր ոգին, նա Մերսինում բոլորին հրավիրել է մասնակցել հանդիպմանը։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին խստորեն դատապարտել է այս հարձակումները։ Daily Sabah-ի փոխանցմամբ դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաև մի շարք նախարարներ։ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը եւս խստորեն դատապարտելով Ժողովրդադեմոկրատական կուսակցության Ադանայի եւ Մերսինի գրասենյակների դեմ հարձակումը նշել է. «Քաղաքական որևէ կուսակցության դեմ հարձակումը նշանակում է հարձակում բոլոր քաղաքական կուսակցությունների դեմ»։ Սա քրդամետ կուսակցության դեմ առաջին հարձակումը չէ։ Ըստ ժողովրդադեմոկրատների հայտարարության վերջին մեկ ամսվա ընթացքում 56 հարձակում է իրականացվել կուսակցության դեմ, ինչպես շրջաններում, մարզային քաղաքներում, այնպես էլ կենտրոնական քաղաքներում, ներառյալ Անկարայում եւ մեգապոլիս Ստամբուլում։ Ապրիլի կեսերին Անկարայում կրակել էին կուսակցության կենտրոնակայանի շենքի վրա, ոչ ոք չէր տուժել, շենքի պատերին հրազենի կրակների հետքեր էին մնացել։ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը մասնակցում է հունիսի 7-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին, հույս ունենալով հաղթահարել 10% շեմը եւ տեղ ունենալ Թուրքիայի խորհրդարանում ազգային մեծ ժողովում։